Ընդդիմության հասցեին կա քննադատություն հասարակական գործիչների մի խմբի կողմից, որ անվստահության գործընթացը այդպես էլ չեն սկսում, թե ինչու հայտնի չէ, որովհետև մինչ այս պարզաբանումը այն էր, որ եթե տապալվի 6 ամիս հետաձգվելու է անվստահության գործընթացը, բայց ասում են ինչ տարբերություն, առանց այդ 1-2 տարի արդեն անվստահության գործընթաց չեն կանում։ Նայեք, այդ գործիչները նաև իրենց թույլ են տալիս ասելու, որ մենք դեմ ենք իմպիչմենտին, մոռանալով, որ իմպիչմենտի մասին առաջինը ես եմ հայտարարել 2022 թվականի օգոստոսին բացատրել եմ այդ ընթացակարգը, մենք ոչ միայն դեմ չենք այդ գործընթացին, այլ նաև պատրաստ ենք խոսելու, քննարկելու եւ բավարար ու անհրաժեշտ պայմաններ լինելու դեպքում սկսել այդ գործընթացը, բայց եթե ոմանց պետքա դա շոու սարքել, այսինքն այն գործիչը, որ թույլ է տալի իրան մեզ համեմատելու, չգիտեմ, Արման Բաբաջանյանի կամ Արամ Սարգսյանի հետ հետո ուզում է քննարկել այդ հարցերը, եթե լուրջ խոսակցություն լինի, այդ խոսակցություններին մենք կարող ենք իրական քննարկենք, իրական պրոցես անենք։ Մենք այդ պրոցեսին դեմ չենք եղել եւ դեմ չենք։ Մնացածը արդեն դետալների հարց է։ Նարեկ Մայլյանը շոու է անում ես ձեզ։ Ես այսպես ասեմ, իմ մոտ տպավորությունն է, որ գործընթացը ավելի անլրջացնելու փորձ է կատարում, քան թե լրջորեն լրջացնելու։ Ես չգիտեմ ում նպատակը ինչ է, շատ է, այսինքն ավելի պարզ ասեմ, լավ էլ գիտեմ ով ինչ նպատակ ունի։ Հիմա չեմ ուզում այդ դետալների մեջ խոսեմ, երբ որ կգա լուրջ խոսակցության ժամանակ կխոսենք։ Բայց այն տպավորությունը, որ մենք դեմ ենք, այդ ձև չի, էլի։ Իրոք այդ ձև չի։ Պայմանները չեք ասում։ Ձեզ ասում են ոչ մի բան չունեք գործնելու։ Ինչ եք գործնելու։ Եթե սկսեք, մի հատ փորձեք, մնացածը կտեսնեք։ Հիմա ի՞նչն է խանգարում, որ մի հատ փորձանք։ Ու որպես լրացում ասեմ, օրինակ եթե ժողովրդի աջակցություն է պետք, այդ աջակցությունը անցած տարի կար, չգիտեմ, պատգամավորներ կան հիմա, որ ԿՊ-ից դուրս են եկել, այսինքն կան էլի ինչ որ։ Այսինքն ձեզ իրոք ձեր մոտ տպավորություն կա, որ այս գործընթացը հաջողելու համար ընդհանրապես պակասում է, որ մեր պատգամավորները ինչ-որ տեխնացուի տակ ստորագրեն, դա է պակասում, ու մենք չենք անում։ Որ վարչապետի տեխնացուի շուրջ համաձայնություն չկա, որտեղ իմպիչմենտ հայտնելու բայից սկսած պետք է հայտարարվի նոր Նայեք, ես չեմ ճանաչում խոշոր ուժերի միջև վարչապետի տեսեք, էս էլ է շատ արհեստական։ Ուրեմն ձեզ այս թեման լուրջ է, էլի պետք է սկզբից հերթով խոսենք, որ մարդկանց համար ամբողջական պատկերը լինի, ասենց ոտի վրա եւ այլ, բայց փորձեմ խորհրդարանական ընդդիմությունը պարզ ապացուցել է կոնկրետ, օրինակ Սրբազան շարժման ժամանակ։ Երբ որ այս Սրբազան շարժումը կար, Բագրատ Սրբազանը չասեց ինձ հռչակեք վարչապետի տեխնացու, ես գնամ շարժում սկսեմ։ Մի հատ մեծ պրոցես գեներացվեց եւ հրապարակը ընտրեց վարչապետի տեխնացու, դրանից առաջ նաեւ բոլոր քաղաքական ուժերը խորհրդակցության ժամանակ տեսակետ ներկայացրեցին, որ ճիշտ է, որ շարժումը ղեկավարել է ինքնելինի տեխնացու, խորհրդարանական ընդդիմությունը ամսինին հայտարարելուց հետո ասեց մենք պատրաստակամ ենք հենց հիմա ստորագրել ցանկացած տեխնացուի շուրջ, ում հրապարակը դուք շարժումը մեջտեղ կբերի։ Այսինքն երբ որ ասում են դուք չեք արել, խուսափել եք, չգիտեմ ինչ, ես շատ կոնկրետ օրինակ եմ ասում։ Հայրենիքի փրկության շարժման ժամանակ մենք ունեցել ենք վարչապետի տեխնացու Վազգեն Մանուկյանին։ Եվ մեր ամբողջ process-ը եղել է, որ իմպիչմենտի գործընթաց սկսենք եւ այդ օրվա խորհրդարանական ընդդիմության հետ բանակցություններ են տեղի ունեցել, քննարկումներ են տեղի ունեցել, process-ը եղել դիմադրության ժամանակ։ Հիմա դրան էլ կանրադառնամ։ Դիմադրության ժամանակ դա չեն կարել մինչեւ օգոստոս, որովհետև մի տարվա սահմանափակման մեջ ենք ընկնում, այսինքն կառավարության ղեկավար ընտրվելուց հետո 1 տարի իրավունք չունես իմպիչմենտ։ Այդ է եղել պատճառը, որ շարժման պիկին տեխնացու չենք առաջադրել։ Իսկ ինչ վերաբերում է Բագրատ Սրբազանի պատմության, այդ հարցին բավականին երկար մանրամասնել ենք։ Այո, խոչընդոտներից մեկը եղել է այդ օրերին միանգամից խորհրդարան չմտնելու նա, որ կար այդ արգելքը։ Այդ ժամանակ գիտեք, եղել են իրավաբանական խորհրդակցություններ, այնտեղ կար, որ կարելի է ճնշման արդյունքում արագ օրենքի փոփոխություն անել, այդ արգելքը վերացնել, մենք դրա վրա ենք աշխատում եւ այդ ճանապարհով Սրբազանը տեխնացու ունի։ Հիմա ընդդիմություն ունի վարչապետի տեխնացու, թե շարունակում է դա մնալ։ Ընդդիմությունը ունի վարչապետի ոչ թե մեկ, այլ մի քանի տեխնացու։ Խնդիրը հետեւյալն է, այս process-ը որքան է լուրջ, որովհետեւ լուրջ տեխնացուն պետքա բավարար հիմքեր տեսնի, որ այդ process-ի մեջ մտնի։ Մեզ պետք չի գալ այստեղ մի ժամանոց քվեարկություն անել,
ՀԿՊ-ն ընտրի Նիկոլ Փաշինյանին ու հետո դուրս գանք միջազգ, ասեք ախպեր, ես ինչ արեցիք։ Մեզ պետք է, եթե մենք մտնում ենք խորհրդարան, արդյունք ունենանք։ Հիմա ասում են մեկ падգամավորի ստորագրությունը բավարար է process սկսելու։ Ժորժ ջան, այդ ձև չի process սկսելու համար, այդ process-ը համարվում է process այն ժամանակ, երբ որ 36 ստորագրությամբ փաստաթղթերը մուտք առնեն խորհրդարան։ Այսինքն իմ ցանկությունը հիմա ես քո իմ կամ մյուսի անունը գրեմ մի հատ թղթի վրա, ասեմ իմ վարչապետի տեխնացիան, դա նշանակում է impeachment-ի process։ Պարոն Սաղաթելյան, եթե գիտեիք, որ Բագրատ Սեփազյանի դեպքում կա այդ արգելքը, ինչու այդքան մահմայիսին որ հավաքված եք, ինչու տուն ուղարկեցիք, ասացիք, թե նա impeachment ենք ամ, այսինքն եթե գիտեիք, որ կենել չի։ Նայեք, ես հիմա դուք ինձ անից հարցերի պատասխան եք ուզում, որոնց պատասխանը Սրբազանը տրվել է։ Ես ընդհանրապես դուք չեք կարող ասել մի դեպք, ես որ մարդկանց տուն եմ ուղարկել, հակակարողությունը որ արվել է ու հատկապես իմ նկատմամբ տուն ուղարկել, կարամ ասեմ 10 գիշերներ, որ ես մնացել եմ փողոցում, շատ հիմիկվա խոսողներ հետս չեն մնացել։ Սկսած հայանիկի փրկության շարժման դեկտեմբերի 23-ից, որ հայտարարեցինք մնանք, քանի հոգի մնաց, այսինքն չեք կարող ասեք, որ ես մարդկանց տուն եմ ուղարկել։ Սրբազանը տվել է այդ հարցերի պատասխանը։ Ես հիմա ինչի վերադառնամ Հեռացնելու ճանապարհը ո՞րն է։ Այստեղ չկա impeachment։ Ես նորից պնդում եմ, որ impeachment-ը այն ճանապարհներից մեկն է, որով կարելի է հասնել։ Բավականին ուժեր այս ընթացքում հավակնություններ են ներկայացրել, հայտարարություններ են արել, շարժումներ, process-ները սկսելու մասին։ Հիմա տեսնենք, այս ուժերը վերջը մի բան սկսելու են, թե այս ուժերի գլխավոր թիրախը այսօրվա խորհրդարանական ընդդիմությունն է։ Ես դաշնակցության մասով ասեմ, գիշեր ցերեկ Հայաստանի մարզերից սկսած վերջացրած տեղից լուրջ նախապատրաստական աշխատանք ենք անում մեր բացերը, բացթողումները, այն բոլոր սխալները, թերությունները, որ ունեցել ենք, դրանք շտկելու, մեր ուժերը ամրապնդելու, որ երբ որ դուրս գանք փողոց, գոնե այս անգամ վերջնական արդյունք ունենանք։ Այս պահին ձեզ բոլորին հրավիրում եմ վաղվա ջայրով երթին, որովհետև շատ կարևոր է, շատ անհրաժեշտ է մեր ժողովրդի միասնական մասնակցությունը երթին։ Դա պատասխան կլինի այսօրվա ուրացման քաղաքականություն վարող օրվա իշխանությանը եւ մեր թշնամի պետություններին, որ մենք մեր դատի տերն ենք, մեր պահանջատիրությունից ու հայ ժողովրդի հավաքական իրավունքներից չենք հրաժարվել, պայքարելու ենք դրա համար, այնքան մինչեւ հասնենք վերջնական արդարության վերականգնման։